Անահիտ Վարդերեսյանի կողմից եթե իշխանությունը գտնում է, որ ողջ ընդդիմությունը կաշառք է տվել, ինչու չի չհարկում ընտրությունները եւ նորը նշանակում, որովհետեւ իշխանությունը բնականաբար դա այդ մեղադրանքները մտածածին են։ Չէ, այստեղ մի հատ ուրիշ կար, չէ, ասում ես կեղծված է, ասում ես կաշառված է, նորը նշանակի։ Այստեղ խնդիրը նրանում է, որ հիմա Փաշինյանը փաստացի 50%-ից քիչ ձայն է հավաքել ու 50%-ից ավել ու այդ 50%-ից քիչ ընտրողները տեսան, որ հնարավորություն կա Նիկոլ Փաշինյանին ձայն չտալ, բայց ողջ մնալ։ Հետևաբար, եթե նրանք կրկին ընտրություններ կազմակերպեն, այդ երաշխավորված իրանք սկի այդ 49-ը արդեն չեն ստանա։ Ու իրանք շատ լավ հասկանում են դա, որովհետև իրանք այս 49-ը հազիվ են հավաքել, օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, ընտրակեղծիքները, տարբեր հնարքները, անհասկանալի մարդկանց սրաներա տանը գրանցելով, հասկանում եք, այդ ամեն ինչը անելով հազիվ 49% են քերել, իսկ երկրորդ անգամ այդ նույն տրյուկը իրանք արդեն չեն կարողանա անցկացնել, այդ նշանակում է, որ իրանք հազիվ թե 38-ը հավաքեն։ Դրա համար նրանք փորձեցին իրենց սեփական տոկոսը բարձրացնել այդ բարգավաճի հաշվին, այլոց հաշվին, հիմնականում բարգավաճն էր թիրախը, բայց այնուամենայնիվ երկրորդ անգամ իրենք այդ ամեն ինչը չեն կարող անեն, դրա համար ավելի լավ այս երաշխավորված 50% ունենան, քան չունենան ոչինչ։ Դու հիշում ես իրանց դեմքը, երբ որ Նիկոլը կողքինների դեմքը, երբ որ Նիկոլը բրիֆինգը անում էր։ Ես այդ ժամանակ նայում էի բանին, մեր տեղամասի նախագահին։ Այդ կողքինների դեմքը հետ հաղթացի դեմք չէր, այդ մարդիկ ասես լարվածության մեջ։ Արդար լինենք, էլի այդ մարդիկ 2 սուտկա չէին քնել։ Արի արդար լինենք։ Մարդիկ 2 սուտկա չէին քնել։ Նայ, համաձայն չեմ, ինչի, որովհետև եթե մարդը ինչ որ դրական հոգեվիճակում է լինում, անկախ նրանից ինքը ֆիզիկապես թե հոգնած է կամ չէ, այդ դրական տրավմատизация անգամ ամենածայրահեղ հոգնած պահին երևում է իրանից։ Իսկ այս մարդկանց մոտ տրաուր Իմ աչքաչափով իրանք պրոստը գեր հոգնած ու հյուծված էին, անկեղծ իմ մոտ այդ տպավորություններ։ Չէ, իմ մոտ պրոստը ախր որ իրանք կրվել են, իրանք դրա մասին իմացան մի քանի ժամ հետո այդ բրիֆինգից մի քանի ժամ հետո, որովհետև ինքը որ բրիֆինգը տալիս էր, հələ ինչ որ մի 10-20%-ն էին հաշվել ու իրանց տեղամասերով որ իրավունքը չուներ։ Այդ ապե ջան Նիկոլը լիքը բանի իրավունք չունի, բայց անում է։ Մենք հիմա դրա մասին չենք խոսում։ Իրանք առաջինը հաշվել են հենց այն տեղամասերը, որտեղ իրանք հաղթել են ու իրանք ունեին այդ բանը, այսինքն այդ պահին ինքը իր 60%-ի տերն էր։ Այդ հետո պարզվեց, որ բան արևը լրիվ ուրիշ տեղից ծագեց։